ոսկրի ավելի շատ ամրապետությունները, որ ավելի ամուր են։ Մեր գործընկերները, լրագրողները հետաքրքրվում էին ծորակներից ջուր գալիս է, թե չէ։ Օգտագործել եք եւ աշխատում ամեն ինչ, հա։ Կամ մի բան, հիմա միացրած է։ Հիմա հաճի միացրած։ Հիմա այդ հատուկ միացնենք, որտեղ դրանք անվտանգության կանոններ են, հիմա այդ միացումը տա։ Կարևորը ոչինչ չպայթի ես։ Ոչինչ չպայթի, հանգիստ եղեք, նախ այստեղ բազմաթիվ նախագծային աշխատանքներ են արտադրվել լաբորատոր պայմաններով, կանոնական արդյունքներ, դրանց մի մասը ցուցադրված են հատուկ գործընկերներ, դուք կարող եք տեսնել, նույնիսկ այս տարի դպրոցը իր անորոշ օծանելիք են երեխաները պատրաստել, ես եմ նվեր, ամբողջ արել։ Դուք եք մասնակցել, թե սա մյուս դասարաններ։ Իսկ դուք ինչի վրա եք աշխատում, ինչ նախագծային աշխատանք եք անում հիմա։ Վարքագծային հիվանդություններ եւ ինչ եք ուսումնասիրում։ Հիմնականում կախվածությունները, որ մարդը կարող է գտնվել կախվածության տակ եւ նրան անհրաժեշտ է հոգեբանի բժշկի օգնություն։ Նաեւ մենք կարող ենք նրան օգնել։ Եվ նախագծի շրջանակներում ուսումնասիրելու եք ինչպես կարելի է հաղթահարել կախվածությունները։ Շատ կարևոր աշխատանք է կարծում եմ, օծանելիքն էլ բաց չէ, փոխելու հատուկ եք եղել։ Կամ արդյոք փոխել է, հա։ Ես եմ Երակները ես ընտրեցի, երբ որ ձեր ճաշակով է, օծանելիքը սարքել, հա, շետ եք պահում։ Շարունակություն։ Այստեղ որևէ հարցեր եթե չկան, շարունակենք։ մոտենում է, կարող ենք սպասել 1 րոպե, որ ջրի միացումը տեսնենք։ Շատ լավ։ Ամբողջ այստեղ աշխատում է, ամբողջ այստեղ։ Եվ հարկերի գործընկերներ ձեր ուշադրությունն են հրավիրում նաև հեռախոսներին։ Վերջերս շատ քննարկվեց արդյոք դասերի ժամանակ հեռախոսների օգտագործումը կարելի է չկարելի եւ մենք գտնվում ենք Կոտայքի մարզում Աբովյան քաղաքում եւ դուք տեսնում եք, որ մեր դպրոցները ընդհանրապես կառավարում են հեռախոսների օգտագործումը դասերի ժամանակ եւ միայն այն դեպքերում, երբ հեռախոսը պետք է, որպեսզի որևէ մյուս դիտարկեն, նայեն, ուսումնասիրեն, ուսումնական նպատակներով կարող են օգտագործել, բայց մնացած ժամանակ տեսնում եք, որ յուրաքանչյուր դպրոց իհարկե իր ձևաչափն է գտնում հեռախոսները դասերի ժամանակ պահելու եւ հետո երեխաների կողմից օգտագործելու նկատի ունեմ այնպես չի, որ ստանդարտ է, որ այս հենց արդվի նման արկղ կարող եք տեսնել մյուս դպրոցներում, բայց վստահաբար այդ գործընթացը ճիշտ կառավարվում է, շնորհակալություն նաև դրա համար եւ սովորողներին եւ ուսուցիչներին, որտեղ բոլորս հասկանում ենք, որ հեռախոսը կարող է լինել լավ գործիք, բայց մենք պիտի վերահսկենք ինչպես ենք օգտագործում։ Եվ երբ որ դաս ենք սովորում, պիտի դաս սովորենք, եթե պետք չունենք այդ պահին հեռախոսի առանց հեռախոսի։ Տիկին նախարար, այսինքն առանձին հրաման չկա, դպրոցները Երևանից դուրս ինքնական են գալիս այդ որոշմանը։ Նայեք, այսպես թե այնպես այդ հարցը կարգավորվում է դպրոցի ներքին կարգապահական կանոններով եւ դպրոցը կարող է իր ուրեմն կոլեգիալ կառավարման մարմիններում քննարկել եւ ներքին կարգապահական կանոններով կարգավորել այդ հարցը։ Առանձին ընդհանուր հրամանների կարիք չկա եւ կարծում եմ, որ մեր դպրոցները այդ ընդհանուր ուղեցույցերի շրջանակներում դա լավ կառավարում են։ Շնորհակալություն 4 տարի ստանում եք եւ այդպես հենց կառավարման խորհրդով նախ մանկավարժական խորհրդի եւ ծնողների հետ ենք այդ մասին խոսել եւ 4 տարվա ընթացքում չի գտնվել գեթ 1 ծնող, ով կարող էր ասել, որ չէ, դուք իրավունք չունեք հեռախոսը վերցնելու մեր երեխայից, հակառակ ասում են վերցրեք պահեք։ Բայց այո։ Իսկ QR-կոդերից օգտվելու անհրաժեշտություն չի լինում դասապրոցեսի։ Երբ որ լինում է անհրաժեշտություն ոչ միայն դասապրոցեսի ժամանակ արագ արձագանքման ծածկագրերից, այլ նաեւ հատկապես եւ ավելի հաճախ իրենք օգտագործում են հեռախոսների, երբ որ նախագծային ուսուցում են իրականացնում, երբ որ հավաքվում են խմբերով եւ այդ խմբային աշխատանքների ժամանակ շատ ակտիվ իրենք վերցնում են հեռախոսները եւ օգտագործում են բուն ուսումնական նպատակներով հեռախոսը եւ մեզ մոտ դա կարծես դարձել է արդեն թե ավանդույթ թե սովորույթ իրենք գիտեն, որովհետեւ դա նաեւ մի այլ խնդիր է լուծում, քանի որ
դպրոց առաջին հերթին սոցիալիզացման կենտրոն է եւ այստեղ բազմաթիվ աշակերտներ են սովորում, դպրոցում այսօր սովորում է 1630 աշակերտ, մենք դրանով նաեւ այլ խնդիր ենք լուծում, ինչից սկսեցինք այդ հարցին լուծում տալ, որովհետեւ իրենք շփվում են Երբ որ հեռախոսները չէին հավաքում, իրենք մեծ մասամբ հեռախոսների մեջ էին։ Հիմա իրենք շփվում են եւ նաեւ դպրոցում կաբինետային համակարգ է առաջին անգամ շենքային նոր պայմանները թույլ են տալիս դա անել, ավելի հագեցած ուսումնական process, բայց երեխաները ավելի ակտիվ են դուրս գալիս եւ շփվում իրար հետ եւ արդեն իրար ճանաչում են։ Իսկ առաջ մեր դպրոցում կարող էին միմյանց ճանաչել, որտեղ յուրաքանչյուր դասարանից ունենք 5-6 դասարաններ եւ ամեն այդ կուրսերը, այսպես ասած, 180-ից 200 հոգի են դպրոցում եւ իրենք դժվար են իրենց հանդիպում առաջ։ Բայց հիմա այդ որոշման շնորհիվ եւ կաբինետային համակարգի անցումով պայմանավորված այդ իմաստով հիմա ունենք ակտիվ շփում, իրար ճանաչել, միմյանց հետ նախագծերի մասնակցել խառը տարբեր, հենց սոցիալիզացման հարցն ենք դրանով նաեւ լուծում։